Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում եւ Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ապօրինի շահագործվում է տորֆի հանքավայր։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ անցած տարվա դեկտեմբերի 30-ին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն հիշյալ տարածքում ապօրինի արդյունահանել է շուրջ 14000 խորանարդ մետր տորֆ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Պարզվեց նաև, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի վարչական տարածքում նույն ընկերության կողմից դեգրադացվել է մոտ 1.5 հեկտար հողատարածք։ Այս մասով պատճառված վնասը կազմել է 328,000 դրամ։ Շարունակվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։